Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր իմ հյուրը ունիկալ անձնավորություն է, հրապարակի լավ բարեկամ, ընտիր փաստաբան, Ահարոնյան փաստաբանական գրասենյակի հիմնադիր Միքայել Ահարոնյանը։ Ողջույն Միքայել ջան, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել ես։ Միքայել ջան, վերջին этаպում հրապարակը փոքրիկ հաղթանակ ա ունեցել, իսկ արտադրության համակարգը ինձ թվում է բազմաթիվ պարտություններ ա ունեցել։ Ուզում եմ այդ թեման քննարկենք։ Սկսենք հրապարակի փոքր հաղթանակից, որովհետեւ Վերաքննիչ դատարանը մեզ համար անսպասելի մի որոշում կայացրեց հրապարակի օգտին, մեր նյութը, որը զրպարտություններ որակվել առաջին ատյանում եւ վիրավորանք, այո։ Երկրորդ ատյանում, չգիտես ինչի, դարձավ բացարձակ ընդունելի, որովհետեւ զրպարտություն եւ վիրավորանք չպարունակող նյութ։ Խոսքը գնում է Սուրեն Պապիկյանի Ազաբ Բաշու, հա, հարսանիքում եւ ընկեր Արմեն Ղալեչյանի հայցի մասին։ Ոնց ստացվեց նախ, որ հələ կարողանում ենք մենք այս իրավական համակարգում ինչ որ ատյաններում մեր հայցերը կրենք եւ հնարավոր է արդյոք այդ բարձր ատյաններում, եթե անգամ առաջին ատյանը այլ որոշում է կայացնել, այդ որոշումները ինչ որ կերպ փոփոխել, էլի, որովհետեւ իմ համար սա sense ունիկալ է։ Ձեր հարցի պատասխանը հենց դուք տվեցիք, առաջին ատյանի դատարանը փոքր կարծում եմ սխալ էր վերլուծել իրավիճակը եւ թույլ էր տվել նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ։ Դրանք ազդել էին գործով ելքի վրա եւ ընդ որում Վերաքննիչ դատարանի դատավորը հենց այդպես էլ գրել էր, որ դրանք ազդել են գործով ելքի վրա, հենց այդ պատճառով էլ նա հայցը մերժել էր։ Ինչ հետաքրքիր մտածում։ Այսինքն արանքը որպես բան էր, պատվեր էր կատարել կարող։ Ես չեմ կարծում, որ խնդիրը պատվեր կատարելու կամ չկատարելու մեջ էր, դատավորի մոտեցման մեջ էր խնդիրը։ Մի դատավոր կարող է տեսնել վիրավորանք, կարող է դա գնահատել վիրավորանք, կարող է դա գնահատել զրպարտություն։ Մի այլ դատավոր կարող է դա ավելի լայն մեկնաբանել եւ հասկանալ, որ այդտեղ վիրավորանք եւ զրպարտություն պարզապես չկա։ Հենց այդ տրամաբանությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախագահությամբ դատավոր Իվան Բաղմանյանի կողմի հայցը մերժել էր ամբողջությամբ։ Այդ ամենահաճելի բառն է, այդ ամբողջությամբ բառը ամենահաճելի բառն է։ Այս դատականությունում է տեսագաս։ Որովհետև մենք մեկ-մեկ ունենք մենք մասսա հաղթանակներ, հա, բարոյական այսպես ասած հաղթանակ, երբ որ զրպարտությունն ու վիրավորանք, ասենք, հերքման պահանջը բավարարում են, բայց նյութական պահանջը չեն բավարարում, այն որ ասում համ նալին են խփում, համ մեխին, համ պատվիրատուին են բավարարում, համ էլ լրատվամիջոցին շատ ոնց որ թե նեղը վիճակում չեն գցում։ Ըստ էության ես ասեմ նաև այդ գործով իրենք դիմել էին հրապարակ օրաթերթին, խնդրելով որոշակի վրիպակներ ուղղել։ Եվ հրապարակ օրաթերթը դրան ընդառաջել է եւ տպագրել է։ Բայց դատաքննության ժամանակ մյուս կողմի ներկայացուցիչը դրանից էլ էր դժգոհ։ Նա ցանկանում էր, որ ամբողջությամբ հերքում լինի իր ցանկացած ձևով ոչով։ Ընդ որում ես կարծեմ իրանք չեն էլ եկել, չէ՞, ներկայացուցիչը։ Մինիստրի է եկել ներկայացուցիչը։ Էդ էլ է, էլի, ինչ որ մի տեսակ վերաբերմունքի դրսևորում է դատարանի նկատմամբ։ Ոնց է դրանից հետո դատարանը տենց որոշում կայացնում։ Գիտեք, ինչ կողմի իրավունքն է դա։ Կողմ հնարավորություն ունի ներկայացուցիչ ունենալ եւ միջնորդել իր բացակայությամբ գործը քննելու։ Այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Ես գիտեմ, որ դուք շատ գործերով եք ներգրավում, հա, հատկապես լրատվամիջոցների դեմ գործերով, մեր հետ որ համագործակցությունը բավականին բազմավեկտոր է, այս մի գործով չի։ Ձեր կարծիքով ինչ որ փոփոխություններ կան այս իշխանության օրոք լրատվամիջոցների նկատմամբ այդ հայցերի ու ասենք նախորդ շրջանում հայցերի քանակի, որակի, չգիտեմ, այլ դրսևորումներով։ Բնականաբար շատ են, որովհետև նախկին իշխանությունների տարիներին ես չեմ հիշում այսքան շատ լիներ վիրավորանքի զրպարտության վերաբերյալ հայցեր։ Ընդ որում այսօր ոչ միայն պետական պաշտոնյաները կամ պաշտոն զբաղեցնող անձինք են փորձում դատարան դիմել եւ պատիվարժանապատվություն պահանջել, նաեւ սովորական քաղաքացիներ, այսօր բլոգերներ են դիմում, նրանց դեմ են դիմում, այսինքն քաղաքացիական այս ոլորտի գործերը բազմակի շատացել է։ Դրանով նաեւ դատավորից անհրաժեշտությունն է շատացել։ Եթե հասարակ մարդու դիմումը կարելի է հասկանալ, ամեն դեպքում մարդը իրավունք ունի իր իրավունքները պաշտպանել ցանկացած ատյանում։ Երբ որ դիմում են պաշտոնատար անձինք, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները, հա, դա ինչ որ առումով նաև կաշկանդում է այդ համակարգը։ Արտադրության համակարգ, օրինակ, չգիտեմ, մենք ռեկորդսմեններ ունենք, Ալեն Սիմոնյանը կարծեմ բացառիկ քանակի հայցադիմումներով է մտել, չէ՞, լրատվամիջոցների նկատմամբ։ Այս մարդկանց այս վարքագիծը
ինչքանով է արդարացված, էլի, որովհետև ամեն դեպքում գոնե նախորդ տարիներին ես չեմ հիշում, որ առաջին դեմքի մակարդակով հայցադիմում լիներ։ Առաջին դեմքի մակարդակով հայցադիմներ չեն եղել։ Առաջինը մենք ենք էլի հրապարակի դեմ ա եղել։ Հա, առաջինը դուք եք եղել, Նիկոլ Փաշինյանն է դիմել, հա։ Այո, հրապարակի դեմ։ Գիտեք ինչ, մարդու իրավունքն է այստեղ։ Չես կարող ասել մի դիմի դատարան, մի պաշտպանվի, պաշտպանության իրավունքն է առաջնայինը։ Հիմա պաշտպանատար անձը դա պետքա գնահատի արդեն դատարանը, որքանով է իրավաչափ գործել լրատվամիջոցը։ Ոնց որ տեսնում ենք միջին վիճակագրությունը լրատվամիջոցները հաղթում են։ Այո։ Այսինքն դատարանները չեն տեսնում զրպարտություն կամ վիրավորանք։ Հետաքրքիր է, որ դեռ այդ դատական հաճաններում հնարավոր է լինում արդարադատություն հասնել, չնայած որ երկրի առաջին դեմքը ամենաբարձր ամբիոններից դատական համակարգը կոռումպացված է անվանում, հա, չգիտեմ, ինչ որ անհասկանալի անհեթեթ մեղադրանքներ է առաջադրում դատավորների նկատմամբ։ Նախ այդ համակարգը ո՞նց է ռեակցիա տալիս, էլի, ինձ միշտ այնց հետաքրքիր է եղել, դատավորները չեն վիրավորվում կոլեկտիվ, երբ որ իրանց կոռումպացված են անվանում։ Միշտ ամեն ինչը բարդում են դատավորի վրա, էլի, ստացվում է։ Ասել դատավորը կոռումպացված է կամ առանց կոռուպցիայի հնարավոր չի դատական ակտ ստանալ, խիստ խնդրահարույց հայտարարություն է։ Առաջին հերթին ստեղ ես խնդիր եմ տեսնում անմեղության կանխավարկածի հետ։ Այդ դատավորի նկատմամբ չկա, կարծում եմ, քրեական հետապնդում, չկա որևէ կասկած, դատախազությունը որևէ ուսումնասիրություն չի կատարել, ամենայն դեպս նման հրապարակում չկա։ Այսինքն ասես որ դատարանը հայտարարությունը հաստատ չի կատարել, հայտարարությունից հետո որպես կաղախցում է։ Ասես որ մարդը, չգիտեմ, կաշառք է վերցրել, խիստ խնդրահարույց է, անգամ նաև փաստաբանների համար, որովհետև փաստաբանն առաջին հերթին հենց այդ դատավորի հետ չէ, գործեր ունենում, դու անկախ քեզնից մտածում ես, որ այս մարդը կարող է, չգիտեմ, ինչ-որ կոռուպցիոն գործարքների մեջ է ու դու չհաղթես։ Քո պայքարը արդյունք չտա։ Հետո ես ինչքան հասկանում եմ, նաև իրավական հետևանքներ պիտի ունենա, չէ՞, եթե մի դատավորի դեպքում ինչ-որ քրեական գործ հարուցվի, իր բոլոր ակտերը կարող են անվավեր ճանաչվել։ Ըստ էության բոլոր ակտերի վրա հնարավոր է չտարածվի, բայց այնուամենայնիվ դե գործունեության կասեցում է լինելու, քրեական հետապնդում է հարուցվում եւ այլն, այսինքն այդ հիմքով հետո կարող են վերանայվել ակտերը։ Հնարավոր է նաև։ Իսկ մարդուն հնարավոր։ Հիմա ինձ դից հետաքրքիր է, մենք ունենք բավականին հետաքրքիր դատական համակարգ, հա, դատավորների ընդհանուր ժողովը տեղի ունենում բավականին հաճախ, մենք ունենք ենթադրում ա, որ բարձրակարգ դատական խորհուրդը պաշտպան մարմինը պիտի լինի դատավորների, մենք ունենք նաև դատավորների ՀԿ-ներ, հասարակական կազմակերպություններ, չէ՞։ Դե միությունը չի դատավորների միություն։ Այս կառույցները կարողանում են պատշաճ որակի դատավորներին պաշտպանել ու կկարողանան պաշտպանել, եթե իշխանությունը որոշի, որ այս ընտրություններից հետո հաջորդիվ պիտի դատական, ինչա կոչվում, դատական համակարգի բարեփոխումների ծրագիր իրականացնի, ոնց որ հիմա եկեղեցուն անցկացնում, չէ՞։ Չեք մոռացեք ալ վեթինգի գաղափար։ Այո։ Այսինքն հանել դատավորներին եւ այս ընթացքում 8 տարվա ընթացքում բազմաթիվ լավ դատավորներ դուրս եկան համակարգից։ Լավագույն կամ լավագույն։ Մի մասը գնաց կենսաթոշակի։ Ուղղակի այդպես ստացվեց։ Մյուս մասը բարձրակարգ դատական խորհրդի որոշումների արդյունքում դուրս եկավ։ Հիմա մենք եկել ենք մի կետի, երբ որ շատ երիտասարդացել են դատավորները։ Ընդ որում սա միայն եկեք դատավորի մասով չասենք, նաև դատախազներն են շատ երիտասարդացել, քննչական կորպուսն է շատ երիտասարդացել։ Տարիքով, չգիտեմ, ավագ սերնդի մարդիկ դժվար է փնտրել համակարգերում։ Երևի թե միայն Վճռաբեկ դատարանում այսօր կարող եք հանդիպել ավագ սերնդի մարդկանց, ովքեր գիտնական իրավաբաններ են։ Մյուս դատականը, չգիտեմ, առաջին ացյանի դատան եւ վերաքննիչ դատանում հիմնականում նոր կադրեր են։ Ես հիշում եմ ժամանակին դատավոր դառնալու համար շատ երկար ճանապարհ էր պետք անցնել, հա, ասենք ընդունվում էին դատավորի օգնական, տարիներ շարունակ այդ ծանր աշխատանքն էին կատարում, ակտեր էին գրում, բոլոր առումներով այդ process-ին մասնակից էին լինում, իրավունքի այլ մակարդակի արդեն գիտելիքներ էին ստանում, նոր հնարավոր էր լինում, ասենք, չգիտեմ, ավելի հասուն տարիքում, տենց 30-ից հետո 40-ի ավելի մոտ նոր դառնա։ Այսօր մի փոքր ավելի նվազել է, եթե ասենք շատ մեղմ ասացի մի փոքր, 25 տարեկան չէ, ոնց որ աղջիկներ ու տղաներ են։ Այո, նվազել է բնականաբար, նաև պահանջներն են նվազել մի փոքր։ Այսինքն անձը կարող է գնալ քննություն տալ եւ հաջորդ օրը նշանակվել օրինակ դատավոր։ Ու իր ակտը նույն արժեք ունենա, ինչ որ 50 անց դատավորի ակտը, որը 25 տարի է համակարգում։ Հանուն արդարության ասեմ, որ կան երիտասարդներ, որոնք լավ դատավորներ են այսօր համակարգում, այո։ Կան խելացի կադրեր, որոնք այո լավն են։
Մեկ էլ ինձ տես հետաքրքիր է, այսօր համակարգերը բաժանեցին, հա, հակակոռուպցիոն դատարանը մեր պատկերացմամբ մի հատ ցենց սարսափելի տեղ է, որտեղ բոլոր քաղաքական հետապնդումները վերջում հայտնվում են հակակոռուպցիոն դատարանում, էլի։ Այդ դատարանը ինչքանով է ընկալվում որպես արդարադատության մարմին, որովհետև ինձ թվում է գոնե իմ տեսած հրապարակումների, մարդկանց կարծիքների մակարդակով այդ դատարանը մի տեսակ տարանջատվում է, հա, մնացած դատարանների նկատմամբ քիչ թե շատ էլի վստահություն, էլի, չգիտեմ, ինչ որ այլ մի քիչ ավելի դրական գնահատական կա, իսկ այդ դատարանը ընկալվում է որպես իշխանության կամքի կատարման տեսեք, երբ որ քննարկումները ընթանում էին տարիներ առաջ, դե հատուկ քննչական ծառայության հիմքի վրա ստեղծվեց, չէ, հակակոռուպցիոն կոմիտեն։ Դա մի փոքր իմ գնահատմամբ սխալ էր։ Դրանով քրեական դատավարության անկյունակալերը նվազեցին։ Դա կոնկրետ պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունների քննությամբ զբաղվող մարմիններ։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու զուգահեռ նաև ստեղծվեցին դատարանը, որը իմ գնահատմամբ մի փոքր սխալ է։ Կարող էին ավելացնել դատավորների քանակ քաղաքացիական բլոկում եւ քրեական բլոկում, եւ այդ մարդիկ զուգահեռ քննարկեին նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունները կամ քաղաքացիական հայցերը։ Այսքան ծանրաբեռնվածության պայմաններում, էլի։ Միևնույն ժամանակ նաև այստեղ մի փոքր դատավորի խտրականության, աշխարհտավարձային խտրականության հարց էլ կա։ Դեռ շատ են ստանում։ Ես լսել եմ, որ կարծես թե, այո, հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը մի փոքր ավելի բարձր է, քան ընդհանուր իրավասության դատարանի դատավորները։ Դե պետք է վարձատրվի, չէ՞, մարդը ամեն դեպքում ստրեսային աշխատանքի մեջ է, ինձ թվում։ Դե բոլորը պետք է վարձատրվեն, էլի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ ծանրաբեռնվածությունը այս քարոզարշավի շրջանակներում նաև կրկնապատկվեց, որովհետև գոնե մեզ հայտնի 1000-ից ավել կալանքներ եւ քրեական վարույթներ են, չէ, այս պահին գնում։ Դե այդ վիճակագրությունը ես չգիտեմ 1000-ից ավել է թե 100-ից ավել է, բայց այնուամենայնիվ կալանքների թիվը ահռելի է այսօր։ Սարսափելի է։ Արդեն գիտեք ինչ, երբ որ միջնորդություն ա գնում նման գործերով, ասենք քաղաքական, լավ, ինչ որ շեշտադրումներով գործերով, ենթադրվում է, որ այո, լինելու է խափան միջոցը կալանք։ Մինչդեռ քրեական դատավարության օրենսգիրքը վերջին խմբագրությամբ մշակել էր նաև այլընտրանքային խափանու միջոցներ, որոնք կարող են իզորու լինել։ Այո։ Այդ մարդու պատշաճ վարքագիծը պաշտպանեն, հա, կատնային կալանքն է, որը նույն կալանքն է գրեթե, գիտեք, այդ մեծ սահմանափակումներով վարչական հսկողությունն է, գրավն է ի վերջո, այսինքն այն խափանմիջոցները, որոնք դատավորն է որոշում կայացնողը, էլի։ Բայց ցավոք սրտի այսօր շատ նահանջել է դա եւ շատ քիչ է կիրառվում այդ գործերով այլընտրանքային խափանմիջոցները, կլինի կալանքը, վարչական հսկողությունը, մյուս խափանմիջոցները։ Անկամ արդարադատության համակարգը արդարանում էր, որ կալանքի բերված 90% գործերով մենք կալանքի որոշում տվել ենք, չգիտեմ, տեսել եք այդ հաղորդագրությունը թե չէ։ Ինչ որ հրապարակումներ էին եղել մամուլում, որ այս քարոզարշավի շրջանակներում ոչ բոլոր կալանքի միջնորդություններն են բավարարվել, իրանք այդ հաղորդագրություն տարածեցին, որ մենք 90% գործերով կալանքի որոշումներ ենք տվել։ Նայած տպավորությունը դա շատ բարձրանալու բան չի, ճիշտ ասած։ Մեկ երկրորդը, գիտեք ինչ, այստեղ պետք է նաև դիտարկել անձը, մարդու անձը։ Երկրորդը պետք է դիտել ենթադրել հանցագործության կատարումը, ձևը, մեխանիզմը, որպեսզի կարողանաս հասկանալ հիմնավոր կասկածը եւ դա հաղթահարես նոր։ Չէ՞ որ անմեղության կախավարկածի հետ մենք գործ ունենք, այնուամենայնիվ մարդը հնարավոր է որ վերջում արդարացվի։ Միանգամից մնալ եւ տալ կալանք ասել, գիտես, 2 ամիս գնա որտեղ քնչականը մեծ գործեր ունի, իսկ այս գործերով ենթադրում եմ այդ ընտրակաշարքի գործերով, նրանք շատ հեշտ քննվող գործեր են։ Այսինքն երկար ծավալուն քնչական դատավարական աշխատանքներ անելու կարիք չկա, որովհետև առաջին հերթին հենց քնչական հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություններ էր, չէ, տարածում։ Ձայնագրություններ ես կասեի մոնտաժած։ Այո։ Եվ այդ ձայնագրությունների հիման վրա մարդկանց ստանում են եւ քրեական հետապնդումներ էին հարուցում։ Այդ մարդիկ կլինեն արդար, կլինեն կարդարացվեն, կլինեն մեղավոր, թող լինեն մեղավոր, բայց նախնական գնահատմամբ շատ խիստ մոտեցում է միանգամից կալանք տալը։ Հիմա երբ որ միջնորդությունը դատախազությունը բերում է այդ մոնտաժված ձայնագրություններով, որտեղ բովանդակությունը շատ էլ հասկանալի չի ու շատ հաճախ ասենք մի դեպքով, չգիտեմ, մի փեսա աներոջը քյաբաբ էր խոստացել, դա որպես ընտրակաշարք էին որակել, տարել էին մարդուն այդ գիտեք, կաշառքի ձևը եւ տրամաբանությունը փոփոխվել է, միայն դա փողը չի։
Չէ, ես հասկանում եմ, բայց այդ մարդը ուղղակի քյաբաբ էր խոստացել, որովհետև չգիտեմ, իր աներոջը շատ սիրում է։ Հիմա այս ձայնագրությունը, որ տանում են միջնորդության կալանքի համար, դե կարանք էլ ենթադրվում է ինչ որ հրատապ պայմաններում, չէ, այնտեղ ժամային սահմանափակումներ կան եւ այլն։ Ու դատախազության ներկայացուցիչը ասում է, գիտեք, մենք ամբողջ ձայնագրությունը այս պահին չենք կարող բերել հրապարակել, այս մոնտաժված կտորը լսեք, թող դա ձեզ բավարար լինի հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար։ Այս մարդուն տարեք 2 ամիս թող արմավիր քրեակատարողական մեր շոքին տժա, մենք միջև կազմակերպենք ընդհանուր ձայնագրությունը վերհանենք, բերենք այդ, որ մտնի գործը դատարան, այդ ժամանակ կբերենք։ Ես ձեզ ասեմ, ամենամեծ գլխացավանքը քննիչի համար է։ Քննիչները չեն սիրում կալանավորական գործեր։ Գիտեք ինչու, որովհետև իրանք ստիպված են, իհարկե, նախ արագ աշխատան մեկ, երկրորդ հերթին իրանք դատավարական ժամկետներով խիստ կաշկանդված են։ Նույնը եւ դատախազների համար։ Կալանավորական գործերը դա գլխացավանք է իրենց։ Իսկ բայց այդ բարոյական այդ սպանակները իրանց մեջ արդեն իրանք հաղթահարել են, հա, որ մարդը նստած է, պետք է արագանել գործը դատարան հասցնել կամ դատավարական ժամկետներն են հոսում, նաև քրեական հետապնդման ժամկետներն են հոսում։ Մենք չենք խախտում արդյոք։ Եթե այդ դատավարական ժամկետները խախտվեն, պարզապես գործը դատարան չի կարող հասնել։ Հասնելու դեպքում է քրեական հետապնդումը պետք է վերացնել։ Բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր է, ասենք դատավորը ինչքանով է իրավաչափ այդ պահին, որ ինքը այդ կիսատ ձայնագրության հիման վրա կալանքի որոշում է կայացնում։ Դե միայն այդ ապացույցն է, բայց որպես կանոն, հա, ասենք 70% գործերում մոտարապես է։ Խիստ խնդրահարույց է դա։ Ընդ որում փաստաբաններին էլ նախաքննական գաղտնիքով կաշկանդում են, այսինքն փաստաբանը նույնիսկ իրավունք չի ունենում հայտարարի, որ ասենք տղեկ լավ ամոթ է, էլի, այս ձայնագրությունը անհամեմատ ավելի երկար է, այլ բանի մասին է, չգիտեմ, ընտանեկան հարաբերությունների մասին է, ու դատավորը ստիպված է լինում, հələ մի բան էլ եթե 10%-ն էլ չեն տալիս այդ կալանքների, արդարանում են համակարգով, Գիտեք, բոլոր ժամանակներն, հատկապես համապետական ընտրությունների ժամանակ միշտ ակտիվացել է դատախազական համակարգը, քննչական համակարգը եւ միշտ այդ պայքարը ավելի ուժեղացել է կոռուպցիայի դեմ, ընդ որում ընտրակաշառքների գործերով։ Միշտ է դա եղել, այնպեսի որ սա նորություն է։ Ուղղակի այս քանակությամբ, այս մակարդակով, այս ձևով ես չգիտեմ, առաջին անգամ էր հանդիպում, էլի, որ բոլորին կարելի է տանել կալանքի։ Բոլորի նկատմամբ կարելի է հարուցել հանրային քրեական հետապնդում։ Մեկ էլ ինձ այս մոտեցումն է հետաքրքիր, երկրի իշխանությունը փաստացի գործող հայտարարում է, ասում է բոլոր ընդդիմադիրները ընտրված են ընտրակաշառքով։ Հետո շտկում է ինքը իրեն, ասում է, գիտեք, չէ, 70% են, 30-ը օրգանիկ ձայներ են, բայց 70% ընտրակաշառքով։ Եվ իրավապահ համակարգն է իր ենթակայության տակ աշխատում, չէ, եւ դատական համակարգն է sense տենց իրեն ենթարկվում հաշվի առնելով, ասենք, որ իր Facebook-յան գրառումների արդյունքում մարդկանց կալանքներ եւ այլ սահմանափակումներ են տալիս։ Հիմա արդյոք ինքը իրավունք ունի կամ առհասարակ ինչքանով է դա նորմալ, որ ինքը նման հայտարարություններ է անում, ու որից է գործ չի հարուցվում, ասենք, պետք է 70% քաղաքացիների նկատմամբ այդ պարագայում քրեական գործ հարուցվի, չէ։ Գիտեք, այսօր հենց այսօր մեր գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևը կանգնած է դատարանի առաջ, քրեական դատարանի առաջ, որովհետև մի փոքր խիստ մեկնաբանություն էր արել դատախազների, դատավորների, քննիչների հետ։ Շատ տհաճ կերպով ձերբակալվեց։ Այո, այս պահի դրությամբ մենք չունենք դատական ակտ, որով որևէ ընտրակաշառք տվող կամ ստացող վերջնական դատական ակտ չկա։ Այս մարդը մեղավոր է, թե մեղավոր չի, այո։ Դրա համար մեկնաբանել ասել, գիտեք ինչ, այս տոկոսային հարաբերությամբ, չգիտեմ, ընտրվել են ընտրակաշառքի, արդյունքում մի փոքր ինձ թվում է խնդրահարույց է։ Դե եթե դատական համակարգում առնվազն նաև քաղաքական մեկնաբանության դատախազության մակարդակով կարեն գործ հարուցեն։ Ուրեմն պետք է 70%-ի վրա գործ հարուցեն, չէ՞, այս երկրի։ Լոգիկան է դա ասում։ Որտեվ ընտրակաշառքը դա հանցագործություն է։ Այո։ Վերցնելն էլ, տալն էլ, չէ՞։ Դե սովորական կաշառքի տրամաբանությամբ քննվող գործեր են, այո։ 70%-ին պիտի դատի առնվազն։ Մեկ էլ ինձ հետաքրքիր է, ինչ որ մի պահի, չգիտեմ հիշում եք թե չէ, մի այդ դատարանում, երբ որ ինչ որ դատավորի ակտի նկատմամբ որոշում էր լինում, հա, որտեղ որ ակտը ոչ օրինական է ճանաչվում, այդ դատավորի նկատմամբ սանկցիաներ էին կիրառվում, կարող էին նույնիսկ ինչ-որ աշխատանքից ազատել, մի պահ հիշում եք, այդ գործընթացը կար։ Հիմա ես ենթադրում եմ, որ այս բոլոր գործերով ինչ-որ պահի այդ ակտերը հասնելու են մի այդ դա հնարավոր չի, չէ, խուսափել, sense տնից այս երկիրը այդ հնարավորություն ունի, իսկ այդ մարդիկ ովքեր դատվելու են միանշանակ գնալու են այդ այցան։ Այդ ակտերը, որ կան արդեն, որ սկսեն Հայաստանի Հանրապետության Եթե տեղի ունեցել մարդու իրավունքների խախտում, կարծում եմ դրա պատասխանատուն պետք է լինի նաև դատավորը։
ինչ որ կերպ այդ պատասխանատվությունն ուզում եմ հասկանամ դա ընտրովի պատասխանատվությունն է միեդում պարտվելը թե ընտրովի չի համատարած Չէ, դատական ակտը քննող դատավորի վերաբերյալ կարող է Հա, դատավորի նկատմամբ էլ, այսինքն բոլոր դատավորների նկատմամբ են կիրառում այդ պատժամիջոցը։ Ով որ կայացրել է դատական ակտը։ Որով որ մարդու իրավունքների եվրոպական դատարան տեսել է խնդիր, այսինքն կոնվենցիայի որևէ հոդվածի խախտում է թույլ տվել պետությունը։ Այսինքն եթե, չգիտեմ, 5 տարի հետո կամ 8 տարի հետո այս բոլոր Ցավոք սրտի արդարադատությունը մի փոքր ուշանում է։ Դա էլի, հա։ Դա շատ կարևոր եւ շատ էական թեմա է այսօր։ Մենք ունենք քրեական գործեր, որոնք տարիներով են քննվում։ Եվ այսօր այս համատեքստում արդարադատության նախարարությունը բերել է օրինագիծ քրեական գործերով, ընդ որում միջդատական վարույթում, քրեական վարույթի տևողությունը պետք է լինի 1 տարի։ Ես չգիտեմ, քննիչները եւ դատախազները ինչպես են կարողանալու 1 տարվա ընթացքում բոլոր գործերը ավարտել։ Բոլոր տիպի հանցագործությունների մասնակցությունը տապում 2 տարի նստած են, հեչ որ չլինի կալանքի տակ են, տենց գործեր կան։ Այդ ժամկետները ես կարծում եմ, որ հնարավոր չի լինելու պահպանել։ Գաղափարը շատ լավն է։ Դա միանշանակ։ Արագ քննել եւ արագ գնա դատարան։ Եվ դատարանում արագ քննվի գործը։ Որոշակի, ասենք, նաեւ նոր կարգավորումներ են մտցվել ապացույցների հետազոտման մասով, որոնք արագացնում են գործընթացը եւ այլն։ Բայց այս ամենը պետք է մարդու իրավունքների խախտմամբ չլինի, էլի։ Բա ո՞նց է արագ անես, հետո, հա։ Բա ո՞նց են անելու, ասենք, արդյունքում, եթե այդ ժամկետները չկարողացան պահպանվել։ Դա ուրեմն խնդիր է լինելու։ Մեկ էլ ինձ հետաքրքիր է, այս պահի դրությամբ նենց տպավորություն է, որ ինչ որ ցայտնոտային վիճակում են, այսինքն այդ կանանքների քանակը, հա, այդ, չգիտեմ, սպառնալիքները ուղիղ եթերներում տարբեր պաշտոնյաների կողմից, դա միայն Նիկոլ Փաշինյանը չի, էլի, ասենք, սկսած ազգային ժողովի նախագահից վերջացրած վերջին падգամավոր, իրանք հերթով մտնում են, ասում են եռագլուխ, ընտրակաշառք եւ այլն, մենք ձեզ պատժելու ենք։ Կարող է այս ալիքը իջնի ընտրությունների արդյունքները։ Ես կարծում եմ դրան որպես հակահարված նաեւ մյուս կողմն էլ գնում է դատարան զրպարտություն վիրավորանքի հայցերով։ Նախ մեկ։ Երկրորդը սա պետք է գնահատել, դա քաղաքական մեկնաբանություն է, քաղաքական, չգիտեմ, հայտարարություն է, թե անձի դեմ ուղղված կոնկրետ հայտարարություն է։ Սրանք պետք է հասկանալ։ Կաշառք տվող ասել են քաղաքական հայտարարություն է, դա ինձ թվում է կաշառք տվողը այս պահի դրությամբ, գիտեք ինչ, նույն մարդիկ, որոնք ասում եք, մեծ մասի իրավաբաններ են։ Հա, կրթությամբ, չէ, իրանք պետքա չէ հասկանան, որ այնտեղ կա նաև անմեղության կանխավարկած։ Հիմա այդ մարդը կարող է 2 ամիս նստում է, դրանից հետո գնում է գործը դատարան ու արդարացվում է։ Դրա հետ էլ խնդիր կա, արդարացված գործերով էլ դատավորներն են մեղադրվում։ Նիկոլ Փաշինյանի հայտնի հարձակումը Գագիկ Ծառուկյանի գործով արդարացված դատավորի վրա, դրա մի դրվագն էր, էլի։ Այսինքն անգամ եթե դատավորը բոլոր հիմքերն ունենալով գործը արդարացնում է, հետո կարող քաղաքական իշխանության թիրախում հայտնվի։ Ինքը բացարձակ պաշտամած չի, չէ՞, ես ինչքան հասկանում եմ։ Դե ինքը իր դատական ակտով կայացնելու դատական ակտով ինքը ինքնուրույն է։ Ինքն է որոշում կայացնել մեղադրական վերդիկտ, թե հրապարակել արդարացման վերդիկտ։ Եվ ինքն է նայում գործով։ Կա այս մարդը արդար է, թե արդար չի։ Եվ այստեղ էական չի ով է։ Միգուցե քաղաքական իմաստով մի փոքր էական է, բայց արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում ես կարծում եմ, որ հիմքերը ամուր են։ Բայց 5 տարի հետո կարող է մեկ էլ հայտնվի մի երկրի վարչապետ, որը քեզ ասի, դու բանես կաշառքով ես այդ գործի արդարացումը կայացրել։ Գիտեք, կաշառքի հենց գործերի բացահայտման, հա, էությունը այն է, երբ որ այդ մարդուն բռնում են այդ պահին փող վերցնելուց։ Որպես կանոն, հա։ Եվ դա լինում է օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում։ Եթե այդ ամեն ինչը չկա, ասել որ 10 տարի առաջ դու կաշառք ես վերցրել, ինչպես է դա բացահայտվելու, լավ, եթե այսպես ասենք, էլի։ 17 տարի առաջ մահացած մարդուն էքսկումացիա են արել, որպեսզի ապացուցեն, որ իրեն ինքնասպանության են հասցրել։ Մենք այդպիսի գործ ունենք հիմա, այնց որ անհետեթության առումով փորձում է բացել հին քրեական գործը, կամ մահացած մարդկանց վրա քրեական գործեր են հարուցվում նախկին ԱԱԾ-պետի վրա, ասենք շշմելու բան է, ես ուզում եմ հասկանամ հետո ինչ են անելու։ Գիտեք ինչ, ոչ իրավաբանների համար դա մի փոքր զարմանալի է, բայց իրականում գործընթացը նորմալ է։ Ինչի համար է նորմալ, որովհետև դժողի ներկայացուցիչ օրինակ կարող է բողոք ունենալ, իրավահաջորդը կարող է բողոք ունենալ եւ բողոքարկի դատական ակտը։ Այսինքն բազմաթիվ այդտեղ Եվ արդյունքում մահացած մարդուն առանց իր ներկայության մեղադրանք առաջադրվի, գնա դատարան, ինքը մեղավոր ճանաչվի, օրինակ դեմ լինել ակտին եւ պայքարել արդարացման համար։
անհեթեթությունը ինձ թվում է այս ճանապարհով եղած գործերի քանակը եթե հաշվի ենք առնում արդեն իսկ հա այս պահին կենթանի մարդկանց մասնակցությամբ քաղաքական ուժերի մասնակցությամբ ես չեմ հասկանում այդ նախքին կներեք մեռելներին հանելու իմաստը որն է էլի պետք է սպասել մի փոքր հասկանանք ինչ են լինում այդ գործերով ինչ պետք է չգիտեմ մեկ էլ ինչ շատ հետաքրքիր է իմ դատավոր ընկերները շատ հաճախ բողոքում են որ սարսափելի ծանրաբեռնված են ժամանակին հիշում եք ասում էին որ հեսա դատավորների աշխատավարձները կբարձրացնենք բոլորը sense վազելով կգնան դատավոր կդառնան այդ համակարգում ծանրաբեռնվածության խնդիր չի լինի բայց ես դեպքեր գիտեմ որ մարդը խնդրում է իրեն արձակուրդ գրեն որպեսզի ինքը կարողանա իր ձեռքի տակ եղած դատական ակտերը վերջացնի ավարտին հասցնի ու համակարգը իրեն նոր գործ չմակագրի, հա, մենակ դրա համար են, որ առավոտը 8-ից մինչև գիշերը 11-ը իրանք իրենց սենյակներում նստած աշխատում են ու մեկը աշխատանքը չի ավարտվում, անծայրածին ինչ որ անմարդկային քանակագործերի։ Նախ աշխատավարձները պետք է բարձրանան, կարծում եմ, եւ դա կլինի օբյեկտիվ, որովհետեւ կյանքն է թանկացել։ Եվ նույնը չի կարող մնալ։ Երկրորդ դատավորների քանակը պետք է ավելացնել։ Բայց ես ինչքան հասկանում եմ, նաեւ շենքի խնդիր ունենք։ Դատարանների քանակը պետք է ավելացվի, հա։ Եկուս, եթե դատավորի քանակը ավելացնում ես, ենթադրվում է նաև այդ պայմանները պետք է ստեղծվեն։ Ընդ որում ես չեմ ասի քաղաքացիական բլոկով օրինակ գործերի այդ մեծ քանակը այսօր չկա։ Մի փոքր թեթևացել է։ Ինչի, որովհետև օրինակ գումարի բռնագանձման վերաբերյալ հայցերով, որը տեղատարափ էր ուղղակի դատարանում, հիմա մի փոքր դա նվազել է, որովհետև այդ գործերը արդեն նոտարական կարգով են իրականացվում մինչև 2 միլիոն դրամի։ Այսինքն այդ գործերը արդեն դուրս եկավ դատավորի։ Քրեականն է շատ։ Ինչու է շատ, որովհետև այսօր առողջի բաժինը կազմում է երկու խումբ հանցագործությունները, դա բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բլոկն է, թմբամիջոցների ապօրինի շրջանառություն եւ այլն, եւ վարորդների զրկված վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ վարելը։ Ընդ որում այդտեղ նաեւ տուգանքով միջնորդություն կա, որ այնուամենայնիվ դատավորը էլի աշխատանք կատարում է, դատական ակտ տալիս է, նաեւ տեսնում է։ Սրանով ամենածանրաբեռնված գործերով, այս գործերով են ծանրաբեռնվում։ Մյուս գործերը, մյուս հանցագործություններով գործերը դրա համար տևում են տարիներ։ Օրինակ սպանության գործը կարող է քննվել տարիներով, որովհետև այս գործերը այնքան շատ են, այնքան են շատացել, որտեղ որևէ մի քայլ պետք է առաջ գնալ, մի քայլ պետք է առաջ գնալ։ Ու ինչքան գոնե մեզ հասած թվերն են վկայում։ Մի քանի օր առաջ կներեք, դատավոր կար, որ ասում էր 2-3 տարի է։ Ես ասում եմ նախնական դատալսումների փուլ չեմ հասնում։ Ինչ չեմ կարողանում կարես։ Հատկապես եթե մասնակիցները շատ են լինում, ու մի մասը լինում է ինչ-որ սահմանափակումների տակ, ասենք տնային կալանքի տակ է լինում, որ ամեն անգամ չի ոստիկանությունը կարողանում այդ մարդկանց բերել, մեկի փաստաբանն է բացակայում, մեկը տնային կալանքից չի կարողանում գալ։ Մյուսը արձակուրդում է։ Հա, մյուսը արձակուրդում է, մեկ էլ դատավորն արձակուրդ գնում, այդ ամեն ինչը տարիներով տևում է։ Մենք տենց քաղաքական գործեր էլ ունենք, հա, Բագրատ Սրբազանի գործը, որ գլխի է գալիս այդ ամբողջ կազմը հավաքվում է, մեծ երջանկություն է լինում էլի այդտեղ առաջընթացը վերակնիչում են, չէ՞, պետք է տեսնել նաև արդյունքը։ Նա շատ հետաքրքիր է այդ իմաստով։ Ուզում եմ նաև հիշենք մեր հայտնի նյութը, որ ԲԴԽ ղեկավարին Նիկոլ Փաշինյանը SMS-ի միջոցով ազատեց աշխատանքից։ Այն ժամանակ աղմուկ բարձրացավ, բոլորը դրանից վրդովվել էին, ասում էին, որ այդ համակարգը անկախ եւ որևէ կերպ վարչապետին չի ենթարկվող մարմին է, ոնց կարող էր այսպես լինել։ Ինչ ազդեցություն են ունենում նման միջադեպերը, նման գուցե հրապարակումները, որովհետեւ նաեւ հանրային լայն շրջանակի մոտ, երբ որ մենք բացական չէ, որ մենք բացակայուն դատական խորհրդի անկախությունը դնում ենք այս մեծ հարթականի տակ, հա։ Գիտեք, այսօր դատավորի անկախությունն է դրվել, դատական իշխանության անկախությունն է դրվել հարվածի տակ, կասկածի տակ։ Ամենաշատ, չգիտեմ, քննադատությունները դատավորներին են ուղղված այսօր։ Ընդ որում բոլոր կողմերից են դատավորին քննադատում։ Փաստաբանները մի կողմից են դատավորից դժգոհ, դատախազները մյուս կողմից են դատավորից դժգոհ։ Պետությունը մյուս կողմից է դատավորից դժգոհ։ Հիմա ինչպես պետք է դրա այդ հարցը լուծվի, էլի։ Նույնը նաև բարձրագույն դատական խորհրդի դեպքում։ Հա մարդը օրինակ որոշում է կայացրել, ենթադրենք, չգիտեմ, 5 կամ 10 օր դատական ակտը ուշացրել է։ Հիմա դրա համար դու պատասխանատվության ենթարկես դատավորին այդ գերծանրաբեռնվածության պայմաններում։ Այստեղ այդ գիտեք ցանկացած դատավորին այդ հիմքով կարելի է նկատմամբ այո կարող ես այդ հիմքը դնել ասել գիտես դու
Պատշաճ գործողություններ չես կատարում։ Թուրը կախում են դատավորների վրա, որ պատշաճ պահին իրենց անհրաժեշտ է լինում ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով այդ դատավորին արանքից հանել, այդ հիմքով բերում են վարույթ են հարուցում ու Դրան վերջին շրջանում ես չեմ հիշում, վերջին 1 տարի երևի զբաղված էին խազարշավի։ Մի քիչ խառներ գլուխները դրա մեջ եք հիշում։ Ինձ շատ հետաքրքիր է, ասենք, ես դատավոր ընկերներ ունեմ, որոնք զուգահեռ փաստաբանական պալատում սովորեցին, փաստաբանի լիցենզիայի համար քննություն տվեցին ու հիմա այդ լիցենզիան դարակում դրած պահում են ու փաստաբանի վարձատրությունը դե գաղտնիք չի, էլի, անհամեմատ ավելի բարձր է, քան դատավորինը, բոլոր իմաստներով այդ փորձառու երկար տարիներ դատանում աշխատած դատավորը որպես փաստաբան շատ օգտակար կլինի ու ինքը ենթադրաբար նաև կունենա իր վստահորդների մեծ բանակը, հա։ Այդ մարդիկ ինչի են դեռ մնում համակարգում։ Այսինքն դատավորը, որը մնացել է մինչև հիմա։ Այստեղ ոչ միայն ֆինանսական գայթակղության հարցն է, նաև դատավորի մոտեցման հոգեբանական մասն է։ Քիչ դատավորներ կան, ովքեր կարող են թողնել իրենց պաշտոնը եւ գնալ նորից դատարան, պաշտպանելու մարդու իրավունքները։ Դա շատ բարդ հոգեբանական հաղթահարման խնդիր է, եւ ոչ բոլորն են դա անում։ Այո, շատերը ցանկանում են դառնալ փաստաբան։ Այսօր համակարգից մեծ մասը, դատախազական համակարգից, քննչական համակարգից մեծ մասը ցանկանում է դառնալ փաստաբան։ Ու պահանջարկը կա ոնց որ թե, հա։ Պահանջարկը կա, որովհետեւ այսօր գործերի քանակը մեծացել է։ Եվ ուզում էի մի քիչ խոսենք իշխանության պլանների մասին, դուք ինչ կանխատեսումներ ունեք, ասենք, մոտակա ամիսներին դատական համակարգի նկատմամբ բացի այս ռետորաբանությունից կարող է ինչ-որ քայլեր լինեն, ինչով կարողան այդ քայլերը դրսևորվել, ինչին արժի նախապատրաստվել, հա։ Ամեն դեպքում դատական իշխանությունը մեծ հաշվով իր տեղում է։ Գոնե միաձայնում, չէ՞։ Կատարում է իր աշխատանքը լավ թե վատ, ժամանակին թե փոքր էսկոմ, հա, բայց կատարվում են այդ աշխատանքները։ Այդ մարդիկ մնում են դեռևս իրենց պաշտոններին եւ աշխատում են։ Ինչ սпасել, ես չեմ կարծում, որ քաղաքական հայտարարությունը պետք է հիմք լինի անձին պաշտոնից ազատելու համար։ Կամ դատավորին պաշտոնից ազատել։ Դրա համար պետք է շատ ամուր հիմքեր, կարծում եմ։ Այսօր այդ հիմքերը կարծում եմ չկան։ Իսկ եթե բերանալի բարձրական դատական խորհուրդը այդ ակտի ուշացման 2 օր մի ժամ ֆորմատով այդ բոլոր դատավորները։ Գիտեք, ես կարծում յուրաքանչյուր դեպքում դա կարող է լինել։ Այդ այնքան գնահատողական բան է։ Յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր անձի մասով կարող է լինել։ Դատավորն էլ է, մարդ դատավորն է հնարավոր է սխալվի։ Նույն առաջին ացանի դատարանն էլ հնարավոր է սխալվի։ Վերաքննիչի դատավորն է հնարավոր է սխալվի եւ դա արդյոք բաները մենք ունենք, հա, տեսել ենք դա։ Վճռաբեկ դատարանի դատավորն է հնարավոր է սխալվի, մարդ է։ Հիմա գործով մի թերթում կարող է շատ կարևոր էական հանգամանք կա, որը չեն նկատել։ Հետո դա գնում է մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ հետո ասում են, գիտեք ինչ, մարդու իրավունքները խախտվել։ Ու պետությունը անձայրատիչ փոխհատուցումներ է տալիս։ Այդ ամեն ինչը չանելու համար պետք է դատական իշխանությանը թողնել, որ աշխատի։ Իսկ եթե գնահատենք, որ ատյանն է հիմա այս պահին ավելի անկախ։ Իրավունքի ճյուղով որ ասեք ավելի։ Քրեականով միանշանակ։ Անկախ է քրեականը։ Ես ճիշտ ասած քաղաքական գործեր չեմ վերցնում, քաղաքական գործերով հիմնականում չեմ զբաղվում։ Այսպես ասած քաղաքական գործերով հասկացաք, հա։ Դրա համար չեմ կարող վստահ ասել, որ այդ անկախ չլինելու ինչ որ հիմնավոր պատճառներ կան։ Ձեր բախտը բերել է, ձեր վստահորդների նկատմամբ մաքսիմալ արդարադատություն են իրականացնում, որովհետև քաղաքական գործերով ստիպված են լինում այդ կիսատ-պրատ ամեն դեպքում արդարադատությունը լինի։ Ես չեմ ասի էլի, որ անարդար դատական ակտ է կայացվել կամ չգիտեմ իմ գործերի էլի մասով։ Հա, երբ որ ես համաձայն չեմ լինում առաջին ացանի դատարանի դատական ակտի հետ, դա բողոքարկում եմ։ Դրա մասին չեմ բարձրացնում, որ դատավորը ինչ որ բան։ Եթե դատավորը սխալվում է, վերաքննիչ դատարանը անպայման դրան արձագանքում է ինչ որ կերպ։ Դրանից հետո վճռաբեկ դատարան կա ամեն դեպքում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ վճռաբեկը սկսել է շատ քիչ քանակի գործեր վարույթ ընդունել։ Վճռաբեկ դատարանը միշտ շատ քիչ քանակի գործեր է վարույթ ընդունել։ Այս փոփոխություն չկա։ Սակայն այստեղ մի խնդիր կա, որ կարելի է բարձրացնել։ Տեսեք, երկու օրենսգիրքերը փոխվեցին, քրեական օրենսգիրք եւ քրեական դատավարության օրենսգիրք, հատկապես քրեական պալատը պետք է ավելի շատ գործեր իմ կարծիքով ընդունել վարույթ եւ որոշակի հարցեր սկսել կարգավորել, որտեղ օրինակ իրավիճակներ ստեղծվեցին, երբ որ ստիպված, քանի որ չկան նախադեպային որոշումներ, օրենսգրքային օրենքի փոփոխություններ տեղի ունեցան։
նույն օրինակ քրեական դատավարության օրենսգրքում բազմաթիվ փոփոխություններ, նույն տնային կալանքի մասով, չգիտեմ, վարչական հսկողության մասով, լավ կլիներ, որ Վճռաբեկ դատարանը ավելի շատ վարույթ ընդուներ եւ ավելի շատ լինեին նախադեպային որոշումները։ Իսկ իրանք ծառաբեռնված են դրա համար վարույթ չեն ընդունում, ուզում հասկանամ ինչու ապա։ Ես կարծում եմ, որ այո։ Մենք ծառաբեռնված են, որովհետեւ պատկերացրեք դատական ակտերի մեծ մասը որպես վերջինացան դիմում է Վճռաբեկ դատարանին։ Մենք որպես կանխարգելման համակարգ շատ վստահում ենք այդ ավտոմատ մակագրման համակարգին, չէ՞, ասում ենք թե համակարգիչը ինքը որոշեց պատահական ով ավելի շատ ազատ էր այդ մարդուն մակագրվեց։ Ինչքանով է կոռեկտ է սպահին աշխատում այդ համակարգը մակագրման, որտեղ ինչ-որ մի բանի զերով էին անում։ Օրինակ նույն կալանքի, հա, գործերով գրեթե նույն դատավորներն այդ գործերը մակագրում։ Հա, շատ պատահական։ Ազատ են միշտ։ Նստած սպասում են։ Այդտեղ չգիտեմ, էլի։ Բայց կալանքի արդյոք կալանքն էլ բանով ավտոմատ համակարգով մակագրվում, թե ձեռքով են մակագրում դրա։ Կարծես թե ավտոմատ համակարգ։ Ես ժամանակին հիշում եմ, որ իմ փաստաբանականներն ասում էին, որ սպասում են կալանքի միջնորդություն չեն տանում, միջև հերթապահ դատարանին լինի այն դատարանը, այն դատարանը, որ սրտի դատարան, քննչական մարմնի արդեն մարտավարությունն է բայց այդ սպասելն էլ ախր էդ էլ գնահատողական բան չի էլի հիմա անձը ձերբակալված է նրա իրավունքներն է այդ ժամկետները սպառվում են անգամ ասում են չեն ձերբակալում չեն գնում խուզարկության սպասում են գա հերթապահ դատարանի շաբաթը իրանք նոր մտնեն գործընթացը սկսեն դա շատ հետաքրքիր է տեսակետ է մեկ էլ շատ հետաքրքիր աղմուկ բարձրացավ Անդրանիկ Թևանյանի գործի շուրջ չգիտեմ ինչքանով եք ծանոթ որ 2024 թվականին ազգային ժողովում կատարված ինչ որ քննարկման ընթացքում ինչ որ փակ քննարկման ընթացքում ինչ որ տեղեկություններ հայտնի դարձավ որ ինքը փոխանցել է Ռուսաստան միջգործող կազմակերպությանը եւ դավաճանչան մի սարսափելի այնտեղ ցմահ ենթադրող հոդվածներ դրեցին այդ մարդուն հանցագործության մասին է խոսքը բայց ենթադրում ենք, որ այդ հանցագործության մասին իրավապահ մարմիններին հայտնի է եղել գոնե լավ 2024 թվականին, հա, եթե դա այդ իրադարձությունն ժամանակ է տեղի ունեցել, ինչքանով է հավանական, որ 2 տարի անց են իրանք նոր իմացել այդ դեպքի մասին ու նորեն գործը հարուցել։ Միգուցե հիմա է բացահայտվել, չեմ կարող ասել։ Դա առանձնապես ծանր հանցագործության մասին բանը հայտարարություններ են, բայց դրա կարծես թե իրավական որևէ համակարգ դրան հաղորդագրություն չի տարածել, չէ՞ այդ մասով, եթե չեմ սխալվում, թե տարածել են։ Չէ, տարածել են, քննչականն կարծեմ բան տարածել ու ձերբակալությունից անմիջապես առաջ, հետո ինչ որ մանրամասներ եղան, հոդվածներն են հայտնի, որոնցով է մեղադրանք առաջադրվել։ Ինձ ավելի շատ հետաքրքրում էր այդ նման ծանր հանցագործությունների դեպքում 2 տարի անց նոր մեր իրավապահ համակարգի արժանանալու փաստը, հա։ Պետք է հասկանալ, երբ է դա բացահայտվել։ Ես բացահայտել եմ պահել են 2 տարի, որ նոր ձերբակալ են։ Չես կարող ասել։ Կարող է բացահայտել են 2 տարի։ Ուրեմն վատն աշխատում, եթե նոր են բացահայտել։ Դա արդեն օպերատիվ բլոկի աշխատանքն է, դրա գնահատական այս պայդրությամբ չես կարող տալ։ Չես կարող ենթադրել միջև ծանոթ չլինես գործի նյութերին ինչա տեղի ունեցել։ Ընդ որում այդ գործի նյութերն է հնարավոր է գաղտնի լինեն։ Դեգոնե նախաքննության առումով այս պահին այդ սահմանափակումը կա։ Ես ուզում եի հասկանալ ինչքանով է հնարավոր քաղաքական գործերի հարուցումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ գործողություն չեն կատարել, բայց խոսքի մակարդակով այդ ատելության խոսքն են, չէ, շատ հաճախ մեջբերում իշխանությունները։ Այդ հիմքով կամ չգիտեմ, բռնության կոչերի կամ համադրական կարգի տապալման կոչերի հիմքով են, չէ, քրեական գործեր հարուցվում։ Մենք կարող ենք մոտակա ամիսներին, տարիներին սպասել, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ հենց այս հոդվածներով են գործեր հարուցվելու, թե դա քիչ հավանական է, վատ ապացուցվող է։ Այդ հոդվածներով կարծեմ արդարացումներ են լինում, եթե դուք նայեք։ Այո, որպես կանոն լինում են։ Լինում է գործ են կարճում, մեր խմբագրի նկատմամբ գործը հարուցվել էր, գնաց կարճվեց։ Որ չէ, բան նախաքննության этаպում փորձաքննությունը բացասական է եկել, որ կոչ չի պարունակել, համադրական կարգի տապալման կոչ չի պարունակել հոդվածը, որը գրել է մեր խմբագիրը։ Այդ հիմքով կարճվել է։ Դե արդարացման հիմք է լինում, ստացվում է։ Արդարացման հիմքով կարճվել է գործը։ Ուղղակի ինչքանով է դա վալիդ, հա, ինչքանով այդ գործերը կկարողանան հարուցեն, հետո օգտագործեն։ Նաև նյութական իրավունքի մասով խնդիր կա։ Այդ հոդվածները այնքան անորոշ են, որ մարդու համար անորոշ է, այսինչ բառը, այսինչ արտահայտությունը անի, ինքը կարող է հնարավոր է ենթադրի, որ իրան կսպասի
քրեական արդարացություն, թե չէ։ Այսինքն քրեաիրավական հեռանկարը այնքան անորոշ է այս մասով։ Օրինակ սպանության հանցակազմը բոլորի համար հայտնի է, չէ՞։ Այո։ Բայց այստեղ այնքան մեծ գնահատողական մաս կա։ Ինչպես ես դու նայում ես հարցին։ Դու տեսեք, ասում եք փորձագետը տվել է որ չկա, իսկ եթե փորձագետը տար որ կա, նշանակում է պետք է քրեական հետապնդում հարուցվեր, չէ, եւ գնար դատարանի քննության ըստ էության։ Իսկ հնարավոր է որ հենց այդ անորոշությունը դա քաղաքական պայքարի մեթոդ է, հա, որ ինչքան շատ մարդիկ մտածեն, որ պարզ չի ինչ գրենք, ինչ գործ կհարուցվի։ Շատ լավ։ Ենթադրենք անորոշ է, չէ, մարդուն օրինակ, մարդու նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։ Հետո այս մարդը ի վերջո որևէ դատական ակտի արժանանալու է, չէ, կամ արդարացվելու կամ մեղադրվելու է։ Հիմնական մասը գնում է դեպի արդարացման դատական ակտերի։ Դեռ այդ հոդվածները ես չեմ տեսել, որ կամ ես չեմ հիշում, չգիտեմ, որ մեղադրական դատական ակտ լինի, էլի։ Ես անգամ հիշում եմ, որ նախորդ կարծեմ քրեական օրենսգրքում այդ խոսքով պայմանավորված հոդվածների պատճառով բացասական եզրակացություն կար Վենետիկի հանձնաժողովից, չէ, որ չի կարելի խոսքի համար մարդուն հետապնդման ենթարկել։ Բայց ինչ որ ձև բերեցին կարողացան ցիրուն տեղավորեն այս ատելության խոսքի անվան տակ այդ նոր քրեական օրենսգրքում այդ հոդվածները ու նես չի էլի, որ իրանք ինչ որ ձև կաշկանդված են այդ հոդվածները կիրառելու մեջ, չէ, ամեն պատեհ անպատեհ արդին իրանք այդ համատական կարգի տապալման կոչ, ատելության քարոզ, չգիտեմ, ատելության խոսք դրանով։ Ոչ մեծ ծանրության հանցագործությունների մասին է խոսքը, չէ։ Դա ամեն դեպքում կալանքը կտան մի քանի ամիս հաստատ կլինի, էլի։ Ու արմարվիր քրեակատարողական հիմնարկում ես եղանակին նստելը շատ տհաճանգամանքային։ Ինչ որ բան դուք գիտեք արմարվիր քրեակատարողական հիմնարկից։ Էլի, ոտակները մեծ են, շոկ է եւ այլն։ Այնտեղ շատ ուղղակի քաղաքական գործերով հիման մարդիկ կան նստած, որոնք շատ անարդար է, էլի, ու մենք դրա մասին լուսաբանում ենք, շատ հաճախ ենք գրում այդ գործերով։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ինձ թվում է սա մեր առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն է։ Եվ շնորհակալ եմ, որ հրապարակի հայցը վերաքննիչացանում ձեզ հաջողվել է հաղթել։ Մեր համար դա շատ կարևոր հաղթանակ էր, իսկ հիմա մեր երկուսի համար նաև ձեզ համար էր կարևոր հաղթանակ։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Այսօր այսքանը կհանդիպենք, հաջողություն։